Սիրելի իմ քույրեր եղբայրներ, ուզում եմ այսօր կիսվեմ էլի որքան հնարավոր է կարճ բարի ավարտի մասին, մեր այս երկրային կյանքի բարի ավարտի մասին։ Մենք երկրի վրա իհարկե ծնվում ենք, ապրում ենք եւ ամեն մեկս ունենք մեր մտերիմները, հարազատները, ոմանք քիչ, ոմանք շատ, ամենակիչը ցանկացած քրիստոնյա ունի եկեղեցի, որովհետև Աստված ում որ փրկում է, միացնում է իր եկեղեցու հետ, Գործ Կարաքելոցի մեջ է գրված, որ и Господь прилагал спасаемых людей к церкви. Ամենակիչը մարդը ունի իր շրջապատի մեջ եկեղեցու Աստծո ժողովրդից մարդիկ, եթե նույնիսկ չունի հարազատներ, բարեկամներ եւ այլն, ունի եկեղեցի եւ դա իր հարազատներն են, իր մտերիմներն են։ Ուզում եմ այսօր կիսվեմ այն մասին, որ մեր երկրի վրայի կյանքը մի օր պետքա վերջանա։ Եվ դա մեր ուզելուց չուզելուց չի կախված։ Եվ այն քրիստոնյաները, որոնք կարոտով չեն նայում երկնքի կյանքին, հարց առաջանում, ինչի են իրանք հավատացել Հիսուսին եւ ինչի են իրանք ունեցել փրկության ձգտում, ցանկություն, որովհետեւ բոլոր կրոնները աշխարհի վրա նույն բանն են ձգտում, բոլոր կռապաշտությունը աշխարհի վրա նույն բանն է ձգտում, ստեղծի մի ինչ-որ Աստծո կերպար, որին պաշտի, որին ծառայի, որին զոհաբերի, որպեսզի այդ իր ստեղծած Աստվածը կամ էլ իր հայրերի ստեղծած Աստվածը, որ իրան փոխանցել են, այդ կրոնի Աստվածը իրան օգնի, որ այս երկրի վրա հաջող կյանք անի ամեն ինչով ապահովված։ Այսինքն իր միակ կյանքի իմաստը հավատքի, ուզում եմ շեշտեմ, հավատքի իմաստը, որ այս երկրի վրա ինքը ունենա ապահով կյանք։ Մի քանի բան, որ մարդը դա իհարկե նորմալ բան է, բայց երբ որ կյանքի իմաստը սա է դառնում, որպեսզի մարդը չունենա տառապանքներ, արցունքներ, հիվանդություններ։ Հիսուսը ասում է, որ երկնքում այլևս չի լինելու, երկնքում այլևս չի լինելու ոչ տառապանք, ոչ արցունքներ, ոչ հիվանդություններ։ Ես էլ եմ մարմնի մեջ եւ ես հասկանում եմ, որ ցավոք սրտի այս երկրի վրա մենք անցնում ենք արցունքներով, տառապանքներով, հիվանդություններով։ Դրա հետ միասին դա չի նշանակում, որ դրանով մենք անմռունչ անցնում ենք առանց պայքարի, առանց աղոթքի, Տիրոջը մենք խնդրում ենք, որ Աստված մեզ ազատագրի, բժշկի, ամրացնի, զորացնի, եւ մենք մի բան գիտենք, որ եթե մենք Հիսուս չունենայինք, ավելի շատ բաներով պիտի անցնեինք վատ, տառապանքներով, արցունքներով, հիվանդություններով, բայց մենք մենակ պիտի լինեինք, ու լավագույն դեպքում պետք է լինեին մեր կողքը որոշ մարդիկ, բայց այսօր մենք ունենք մեր կողքին Հիսուսին, որի մասին գրված է, որ նա փորձվել է ամեն բանով, որ մարդը անցնում է, այսինքն արցունքներ, տառապանքներ, հիվանդություններ, նա խաչի վրա կրել է այն ցավերը, որ դա բոլոր հիվանդություններից էլ ավելի ուժեղ ցավեր է, եւ Հիսուսը գիտի ինչ է մարմնի տառապանքը, տանջանքը, ցավը, Հիսուսը գիտի ինչ է արցունքը, ամեն օր արցունքով աղոթել է Հիսուսը, Հիսուսը գիտի ինչ է տառապանքը, որովհետեւ Հիսուսը ունեցել է կորուստներ, եւ Հիսուսը տեսել է, որ մենք շատ անգամ մտածում ենք, որ Հիսուսը երկրի վրա ինչ ուզեր են էլ կաներ, բայց Հիսուսի միակ երազանքն էր, որ երկրի վրա ինքը եկել էր որպես ողջակես, որպես զոհ,
ինքը որպես Աստծո գառ եկել էր, որպեսզի իրան մատնի խաչին, որպեսզի մենք կարողանանք փրկություն ունենանք։ Եվ այսպես, սիրելի քույր երեխաներ, ես ուզում եմ շեշտեմ, ինչպես ապրենք մենք, որպեսզի մենք ունենանք բարի ավարտ։ Ինչ է նշանակում բարի ավարտ։ Ես ուզում եմ կիսվեմ վարձքի մասին։ Առաջի Կորինթացիս 9:24-ի մեջ գրված է, որ վազում են բոլորը, բայց մեկն է պսակ ստանում, մեկն է վարձք ստանում։ Պողոս առաքյալն ասում է, այնպես վազեցեք, որպեսզի վարձք ստանաք, պսակ ստանաք։ Այդ պսակը հենց վարձքն է։ Առաջի հերթին ուզում եմ շեշտեմ, թե որտեղ ենք մենք գանձ դիզում, մեր գանձերը, մեր հարստությունը, որտեղ ենք դիզում։ Հիսուսը պարզ ասավ, որ եթե մեկը դիզում է երկրի վրա, գողը, ժանգը եւ մոլախոտը դա կամ էլ ցեցը դա կուտի։ Այսինքն ոչ մեկը իր հետ չի տարել երկինք այստեղ դիզած գանձերը։ Ուզում եմ շեշտել, որպեսզի ծայրահեղություններ չլինի, դա չի նշանակում, որ Աստված դեմ է, որ մենք ունենանք ունեցվածք։ Ընդհակառակը Աստված օգնում է մեր ձեռքի գործերը, որպեսզի մենք կարողանանք այդ օրհնությունով, որ իրենց ունենք, եւ մենք օրհնվենք եւ ուրիշների կարիքներին մասնակից լինենք։ Գրված է ձեր ձեռքերով աշխատեք, որ ոչ միայն ձեզ ապահովեք, այլ ուրիշների կարիքներին մասնակից լինեք։ Սիրելի իմ քույրեր եղբայրներ, ես ուզում եմ, որ մենք հասկանանք մի կարևոր բան։ Եթե մենք գանձ ենք դիզում մեր երկրի վրա, մեր միակ ապավինությունը այսօր մարդիկ երազում են, որ թոշակը լավ լինի, որ ծերության մեջ իրանք ապահովված լինեն։ Եվ շատ անգամ 30, 40 տարի, 50 տարի աշխատում են, որպեսզի հետո թոշակի գնալուց հետո մի 30-40, մի 40-ը շատ ասեցի, մի 20-30 տարի էլ թոշակից հետո ապրեն, մի քիչ լավ ապրեն։ Ուզում եմ ասեմ, որ դա նորմալ, դա մեղք չի եւ նորմալ մարդկային ցանկություն է եւ մարդը պիտի դա սովորական բան է, երբ որ մարդը հոգ հատանում իր ունեցածի համար։ Հիսուսը երբ որ պիտի գնար հափշտակվեր, աշակերտներին ասավ, հիմի ասենց ասած սուկ եկել վեր կալեք, թուրել վեր կալեք։ Ես չեմ ուզում հիմա խորանամ դրա մասին, բայց երբեք Աստվածաշնչի մեջ Տերը դեմ չի եղել, որ մենք ունեցվածք ունենանք, բայց Տերը ուզում է, որպեսզի մեր երազանքը լինի նա, որ մենք ապրենք երկրի վրա այնպես, որ երկնքում գանձեր դիզենք, դա մեր վարձքն է։ Մատթեոս ավետարանի 6:19-ից 21-ը հենց այդպես ասում։ Մեկ դիժի երկրի վրա։ Եսայայի 49:4-ի մեջ մարգարեն այնքան էր սենց ասած հուսահատ վիճակի մեջ, ասում է, մտածեցի, որ իզուր եմ ես ծառայել Տիրոջը, իզուր եմ ես իմ ուժերս վատնել, բայց հետո ինքը սենց ասած զգաստանում է ու ասում է, ես գիտեմ, որ իմ իրավունքը Տիրոջ մոտ է եւ իմ վարձքը իմ Աստծո մոտ է։ Սիրելի քույրեր եղբայրներ, ուզում եմ շեշտեմ, որ եթե դու այստեղ երկրի վրա չես էլ կարողացել հավաքել ինչ որ մի բան, դա այդքան ճակատագրական չի, ինչքան որ շատ անգամ մարդիկ ապրում են երկրի վրա, սենց ասած անընդհատ ուզում են մրցակցության մեջ են ապրում, ուզում են հասնեն այսինչ կվարծիրին, այսինչ ավտոին, այսինչ ունեցվածքին, այսինքն իրանց մտածելակերպի մեջ, երազանքի մեջ դրված է մի ինչ-որ տուն, ավտո, ունեցված, որ իրանք արդեն երազում են աշխատել, հասնեն սրան ու արդեն կհանգստանան։ Ուզում եմ ասեմ ձեզ, եթե այդպես է, մենք հեթանոսներից ոչնչով չենք տարբերվում, որովհետև մեր կյանքի մեջ
ունենալով հնարավորություն աշխատել, Տերը նույնիսկ պատվիրում է, ասում է, ձեր ձեռքերով աշխատեք, դա շատ նորմալ է, որ մարդը իր ձեռքերով աշխատում է, ապահովում է իրան, իր ընտանիքը, նույնիսկ ուրիշին է կարողանում մասնակից լինի ուրիշի նեղության, բայց մեր ամբողջ երազանքը պիտի լինի այստեղ ապրենք նենց, որպեսզի երկնքում գանձեր դիզենք, որ երկնքում վարձք ունենանք, սիրելի քույրեր, եղբայրներ, որովհետև եթե մենք երկնքում գանձեր չդիզենք, մենք կգանք այնտեղ, Պողոս Արաքյանն ասում է, չլինի փրկվելուց հետո մենք մերկ մնանք այնտեղ։ Միտեղ էլ ասում է, բայց կփրկվի, բայց թե որպես թե կրակից, առանց որևէ վարձքի։ Էլի եմ ուզում շեշտել շատ կարևոր բան, այնքան կուզենայի, որ հասկանանք, եթե մեր հավատքը Աստծուն ուղղված է միայն երկրի հաջող լինելու մեջ, ասել հայերին, որ բախտը բերի, հաջողություն ունենանք, մենք հեթանոսներից ոչ մի բանով չենք տարբերվում։ Մեր ամբողջ երազանքը Աբրահամ ամեն ինչ ուներ, բայց նա իրանը զգում էր երկրի վրա օտարական, եւ նա փնտրում էր մի քաղաք, որի ճարտարապետը ինքը Տեր Աստվածն էր։ Սիրելի քույրեր, եղբայրներ, շատ կուզեմ, որպեսզի մենք ուշադիր լինենք, ինչ ենք անելու մենք, որպեսզի երկնքում կարողանանք գանձեր դիզենք։ Տիրոջ խոսքը դրա մասին շատ բաներ ասում։ Մի քանի բաներ ասեմ, որպեսզի մենք եզրակացություն անենք։ Մատթեոս 6-րդ գլխի 1-4-ի մեջ գրված է, որ նայեցեք, որպեսզի ձեր ողորմությունները, ձեր բարի գործերը չանեք մարդկանց ցույց տալու համար։ Գիտեք ինչ, կարող է մարդիկ դա տեսնեն, նույնիսկ կարող է գովան, բայց Հիսուս ասում է, այդ շարժառիթով մեկը։ Որտեւ ասում է, եթե դուք այդ շարժառիթով անեք, որպեսզի մարդիկ տեսնեն, դուք երկնքում վարձք չեք ստանա։ Մատթեոս 5-րդ գլխի մեջ 46-47-րդ խոսքերում գրված է, որ մեկ սիրի միայն նրանց, ովքեր ձեզ կսիրեն։ Եթե մենակ սիրում եք նրանց, ովքեր ձեզ սիրում են, էլ ինչով եք տարբերվում հեթանոսներից կամ փարիսեցիներից եւ ասում է վարձք չեք ստանա, դուք պատկերացնում եք, այսինքն դա ասում է, որ եթե մենք սիրում ենք նրանց, ովքեր մեզ չեն սիրում, դրա համար մենք վարձք ենք ստանում։ Մենակ մտածեք այս մասին։ Նա տեսեք, փոսփորել չի, հող վարել չի, ցանկանել չի, բուրդ խուզել չի, եշատեմ ծառ տնկել չի, այլ սիրել նրանց, ովքեր քեզ չեն սիրում։ Ուզում եմ այստեղ շեշտել, ինչ է նշանակում սեր։ Սեր դա չի նշանակում գրկախառնվել, գուրգուրել, համբուրել, ինչպես կնոջը, թորներին, երեխեքին, հարազատներին, այդ չի մենակ նշանակում։ Դա սիրո դրսևորումներն է։ Առաջի հերթին սիրելը ամենակիչը դա նշանակում է չարը չցանկանալ, չանիծել, չհայհոյել, վրեժ խնդիր չեղնել։ Այս է նշանակում է սիրել։ Եթե դու ինչ որ մեկին չարը չես ցանկանում եւ հանկարծ քո առաջ այդ քո քեզ չսիրողը, ով որ քեզ չի սիրում, վեր ընկավ ու ոտը ջարդեց կամ ցավ տվեց, եթե ասես այ քեզ լավ եղավ է, Աստված կա երկնքում, դա նշանակում է, որ դու չես սիրում։ Չարախնդիկ sense բառ կա, եթե մենք չարախնդիկ չենք եղնում, մի բան էլ շտապօգություն ենք կանչում, այդ դա նշանակում է սիրել։ Էլի եմ ասում, անհավատների հետ, թշնամու հետ պետք չի հաղորդակցվել, նստել, տոլմա ուտել, խրոված ուտել, տանդ պահել, ոչ, դա չի ուզում Տերը։ Նրանց հետ կարանք ընդհանրապես չհաղորդակցվենք, տեսնում ենք հեռու մնանք նրանցից։ Սիրել դա նշանակում է չցանկանալ չարը, չանիծել, չհայհոյել, չարախնդիկ չեղնել։ Մի խոսքով սիրելի քույրեր, եղբայրներ, մենք պետք է հասկանանք, որ եթե մենք սիրում ենք, այսինքն չարը չենք ցանկանում, նրանց, ով որ մեզ չի սիրում, մեզ չարն է ցանկանում, մենք վարձք ենք ստանում։ Դուք պատկերացնում եք ինչքան կարող է։
Առաջի Կորինթացիս 9-րդ գլխի 16-18-ը։ Առաջի Կորինթացիս 9-րդ գլխի 16-ից 18-ը։ Պողոս առաքյալն ասում է. իմ ծառայությունը իմ պարտականությունն է։ Եթե ես չծառայեմ, վայ ինձ որ չծառայեմ։ Բայց ասում է ես վարձք եմ ստանալու, որովհետև ես դա խոժարությամբ եմ անում։ Անվարձք եմ անում։ Այսինքն, իհարկե, եւ հովիվները, եւ շատ ծառայողները եկեղեցու կողմից օրհնվում են ֆինանսական օգնություն եւ մարդիկ բերում են, օրհնում են մեկին կարտոֆիլ, մեկին եշատ դեմ մուրաբա ինչ-որ բանով օրհնում են։ Դա նորմալ բան է, Աստված է տենց ասել, Տերը տենց է դրել, որ իր ծառայողների համար հոգ տանեն։ Աստված ասում է, եթե դու իմ ծառայողի համար հոգ տանես, ես էլ քո տանդ համար հոգ կտանեմ։ Այստեղ հարցը նա չի, հարցը նա է, երբ որ ծառայողը ծառայում է ոչ թե պայմանով, այսինքն չի ասում ժողովուրդ ջան, դուք եկեղեցի եք, ես հովիվ եմ կամ քարոզիչ եմ, ծառայող եմ, պիտի ծառայեմ, եթե դուք ինձ եսին ոնց են գործանում, ասում են ես ձեր գործարանի մեջ կծառայեմ, կաշխատեմ, եթե դուք ինձ այսքան աշխատավարձ տաք։ Առաջի բաներից մեկը, ամենակարևոր բաներից մեկը սա է, երբ որ մարդը մի գործի անդուրվում, առաջի հերթին ուզում է իմանա իրան ինչքան տեն փող տա, որ ինքը կարողանա ապրի։ Եթե պայմանները հարմար է, համաձայնվում է։ Պողոս առաքյալը այս խոսքերի մեջ ուզում է ասի, որ ես խոժարությամբ եմ արել, ես առանց վարձքի պայմանի եմ արել։ Մենք գիտենք, որ Պողոս առաքյալին եկեղեցիներից օրհնում էին, եւ նա ուներ եկեղեցիներից օրհնություն եւ դրանով ծառայում էր։ Եվ երբ որ եկեղեցիները չէին օրհնում, ինքը շարունակում էր ծառայել, աշխատելով իր ձեռքերով։ Այսինքն, այն ծառայողները, ուզում եմ հիմի հասկանանք, այն ծառայողները, որոնք հոժարությամբ, այսինքն մրթմրթալով չէ, տրտնջալով չեն ծառայում, այլ հոժարությամբ են ծառայում Տիրոջը, իրանց ամբողջ հույսը դնում են, որ Տերը իրանց կօրհնի, եկեղեցուն կողմից օրհնություն կլինի, կծառայեն, չի եղնի, էլի կծառայեն, որովհետև նրանք հոժարությամբ Տիրոջն են ծառայում։ Այսինքն ուզում եմ հորդորեմ բոլոր նրանց, ովքեր որ եւ աշխատում են, եւ ծառայում են, վարձք եք ստանալու ձեր ծառայության համար, եթե դա անեք ուրախությամբ, հոժարությամբ եւ առանց պայմանի։ Без условий։ Մեր հավատքը առանց պայմանի պետք է լինի։ Եթե մենք պայմանով ենք հավատում ասում, եթե դու ինձ ես անես, ես քեզ ես կամ, այդ հավատքը շատ տկար հավատք է, այդ ես փափուկ եմ ասում։ Ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք, սիրելի քույր երեխաներ, որ երկրի վրա էլ մենք Տիրոջից վարձք ենք ստանում, ոչ միայն երկնքում, բայց հիմնական վարձքը մենք ստանալու ենք երկնքում։ Առաջի Տիմոթեոս 4-րդ գլխի 7-ից 9-ի մեջ գրված է, որ մենք ունենք խոստմունքներ եւ այս կյանքի համար, եւ երկնքի համար։ Բայց դա չի նշանակում, որ մենք ինչ որ անում ենք, ինչպես որ շատ անգամ ծաղկման ավետարանի մեջ կարոզվում է, մարդիկ ծաղկման ավետարան են հնարել, որտեղ ասում են, որ եթե մենք 10-րդ տանք, հանգանակություն տանք, սենց ասած երկինքը բացվելու է, մենք ստեղ ողողվելու ենք ֆինանսական օգնությունների մեջ։ Աստված երկրի վրա տալիս է մեզ շատ օգնություններ, շատ։ Եվ մեր հավատարմությունը Տիրոջը եւ մեր ծառայությունը Տիրոջը նաեւ երկրի վրա է վարձատրվում Տիրոջից։ Բայց ուզում եմ ասեմ ձեզ, ըստ Աստծո խոսքի, հիմնական վարձքը մենք ստանալու ենք երկնքում։ Աստված երկրի վրա տալիս է այնքան, որպեսզի մենք կարողանանք այստեղ ունենանք ամենակարևորը առաջնային։ Ուզում եմ վերջում շեշտեմ, սիրելի քույր երեխաներ, Երկրորդ Հովհաննեսի 1:8 գրված է ուշադիր եղեք ձեր հավատքին, ձեզ, որպեսզի մենք չկորցնենք վարձքը եւ ստանանք լիովին վարձքը, ինչի համար որ աշխատել ենք։
Այդ պատճառով սիրելի քույրեր եղբայրներ, ուզում եմ հորդորեմ բոլորիդ, որ իմանաք, որ եթե մենք ապրում ենք այս երկրի վրա եւ մեր ամբողջ հավատքը Աստծուն, մեր աղոթքները ուղղված է միայն նրան, որ Աստված մեզ երկրի վրա հաջողակ անի, ունեցվածք տա, մենք հեթանոսի հավատք ունենք եւ մի օր պիտի հուսահատվենք։ Բայց նրանք, ովքեր որ Տիրոջ ապավինում են երկրի վրա, շնորհակալ են, որ ինքը միշտ իրանց հետ է եւ ուրախության հետ եւ մեջ եւ տխրության մեջ եւ լայն օրերի մեջ եւ նեղ օրերի մեջ։ Գրված է, որ մենք հույսով ենք փրկված եւ մենք հույսով ենք սպասում մեր վարձքին։ Եկեք երկնքում դիզենք մեր գանձերը եւ մեր վարձքը սպասենք երկնքում։ Տերը ասա, որ ձեր համար տներ ունեն երկնքում։ Տերը օրհնի ձեզ սիրելի քույրեր եղբայրներ։ Եթե հանկարծ զգում եք, որ այստեղ երկրի վրա ինչ որ բան ունեք պակասություն, որ ձեր հարևանը, ձեր կողքինը, ձեր քույրը, եղբայրը, այն մյուսը ունի, բայց դուք չունեք, որքան հնարավոր է ձեր ձեռքից աշխատեք, որպեսզի ունենաք, բայց հիշեք մի բան, ամենակարևորը, որ ապրենք ընենց, հավատանք ընենց, ծառայենք ընենց, ունենց հավատք ունենանք ընենց շարժառիթով մաքուր, որ վերջի վերջո մենք երկինք գանք ու փրկություն ունենանք ու վարձք ստանանք։ Մեր ամենամեծ վարձքը Հիսուսն է ու հավիտենական կյանք։